Ինչից սկսել։ Առաջի քայլը սկսելու համար պիտի սկսենք բանակից եւ սպառազինությունից։ Նախորդ պատերազմը ցույց տվեց, որ մեր սպառազինությունը իր էության մեջ 21-րդ դարի 5-րդ սերնդի սպառազինությանը չի համապատասխանում, հետևաբար մենք պիտի գնենք նոր սպառազինություն։ Իսկ ինչից սկսել միանշանակ հակաօդային պաշտպանությունից։ Այստեղ հարց է առաջանում։ Որտեղից գնել այդ հակաօդային պաշտպանությունը եւ որ երկրի հակաօդային պաշտպանության սարքերն են, որոնք այսօր կարողանում են գոնե մինիմալ հնարավորություններ տալ հակառակորդին խոցելու իրենց թիրախները։ Այդ երկրներն են Միացյալ Նահանգները, Եվրոպան, այդ երկրների մեջ է մտնում նաև Իսրայելը, վերջին շրջանում այդ երկրների մեջ է մտել նաև Ուկրաինան, որը նման հակաօդային պաշտպանության սարքավորումներ է արտադրել։ Ասեմ ձեզ, որ նաև Ուկրաինայում իրեն արդարացրել է իր հակաօդային պաշտպանության սարքերով Լեհաստանը։ Հիմա այս երկրները կվաճառեն Հայաստանին հակաօդային պաշտպանության սարքեր, իհարկե ոչ։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգում է գտնվում, իսկ այդ հակաօդային պաշտպանությունը միասնական իրեն չարդարացրեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հայաստանի S300 հեռահար հակաօդային պաշտպանության սարքավորումները, որոնք բավականին թանկ են, խոցվեցին բայրակտարներով, երբ ադրբեջանական անօդաչու սարքերը հասան մինչև Աբովյան, պտտվեցին Աբովյան քաղաքի վրայով եւ հետ վերադարձան։ Հետևաբար, այն ինչ ունենք, դա իրեն չի արդարացրել։ Հետևաբար, որպեսզի նույն բանը չկրկնվի, մենք պիտի հրաժարվենք Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության ընդհանուր համաձայնագրից։ Պատահական չի, որ մեր ծրագրում մենք առաջինը դա ենք գրել։ Ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ առաջինը պետք է հրաժարվել ՌԴ-ի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։ Առավել ևս, որ երկրի վարչապետը ինքն էլ խոստովանել, որ 44-օրյայի ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգերը Հայաստանում անջատված են եղել։ Թե ով է անջատել, բնականաբար ոչ հայերը։ Այդ արել են ռուսները։ Հետևաբար սա առաջնային քայլ է, եւ մենք ինչպիսի զինատեսակներ էլ առնենք Հնդկաստանից թե Ֆրանսիայից, միևնույն է, զինատեսակները 2-3 օրում վերածվելու են մետաղի ջարդոնի, որովհետեւ օդային տարածքում անպաշտպան ենք եւ համեմատաբար էժան անօդաչու թռչող սարքերը շատ արագ կարճ ժամանակի մեջ դրանք խոցում։ Երկրորդ խնդիրը մենք տեսնում ենք, որ էլի 1-1.5 տարվա մեջ ամենաուշը 2 տարվա մեջ պիտի հրաժարվել ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ կառույցը իրեն չի արդարացրել 2020 թվականից հետո Հայաստանի տարածքների վրա Ադրբեջանի նախաձեռնած սանձարձակություններից ավելին ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը, մի դեպքում ասել է, որ դուք սխալ նամակ եք ուղարկել, երկրորդ դեպքում ստիպված է եղել ասել, որ ձեր սահմանները սահմանազատված չեն, երբ որ կսահմանազատվեն, այդ ժամանակ էլ մենք կգանք ու ձեզ կաջակցենք։ Հետևաբար, որպես ռազմական կառույց ՀԱՊԿ-ը իրեն չի արդարացրել ընդհանրապես, եւ այդ սառեցված հասկացողությունը Բագրատ Սրբազանին է հիշեցնում, հետեւաբար դրանից հրաժարվել է պետք միանշանակ։ Այնպես ինչպես Բագրատ Սրբազանի սրբազանությունից է հրաժարվել պետք։ Եվ երրորդ Հայաստանի Հանրապետությունը ամենաէականը պիտի կարողանա առաջիկա 5 տարիներին անցնել պրոֆեսիոնալ բանակի մոդելի, նման արագությամբ բանակի անցումը անվանվում է ինտենսիվ մոդել, նման մոդելներ կիրառվել են իմիջայլոց, ինտենսիվ պրոֆեսիոնալ բանակի անցել Լեհաստանը, 5 տարում է Լեհաստանը, անցել լրիվ պրոֆեսիոնալ բանակի, եւ մենք համարում ենք լրիվ իրատեսական դա անցնել այդ խնդիրը լուծելու հնարավորությունը, բացատրեմ ինչու։ Եվ ինչպես ենք դա տեսնում։ Մենք դա տեսնում ենք ոչ միայն բանակի բյուջեն չավելացնելով, չնայած մենք կարծում ենք, որ մենք մեր տնտեսությունը 5 տարվա մեջ գոնե պիտի հասցնենք 3 միլիարդի, իսկ 10 տարվա մեջ 10 միլիարդի։
5 տարվա մեջ 3-ից 4 միլիարդի, 10 տարվա մեջ 10 միլիարդի, դա լրիվ իրատեսական է, եւ եթե դա հասցնում ենք, ապա բանակի բյուջեն էլ կավելացնենք, բայց նույնիսկ եթե բանակի բյուջեն չենք ավելացնում, այս բյուջեով հնարավոր է անցնել պրոֆեսիոնալ բանակի, բացատրեմ ինչու։ Եվ ինչպես հայկական բանակում ծառայող զինվորի վրա մաքսիմալը, որ ծախսվում է 2 տարիների ծառայության ընթացքում մոտավորապես $30,000 կարգի գումար է։ Այդ նաև առողջապահական ապահովություններ, ամեն ինչով, փաթեթն ամբողջությամբ $30,000 է։ Այսօր ուկրաինական արտադրության փոքր անօդաչու սարքերը, որոնք իրենք օգտագործում են նույնիսկ ուղիղ յուրաքանչյուր զինվորի վրա անհատապես, այդ սարքերը 1000-ից մինչև $10,000 են հետ վերադարձողները։ Այսինքն օդային տարածքը վերահսկելու, օդային տարածքում սահմանները վերահսկելու, հետախուզական աշխատանք անելու համար լավագույն անօդաչու թռչող սարքերը, որոնք որ Հայաստանը արտադրում է եւ դրանք ես տեսել եմ, դրանք նաեւ այսօր մարտական հերթափոխություն են կատարում, կան Հայաստանի արտադրության UL կոչվող անօդաչու թռչող սարքերը, որոնց ես ուլ եմ անվանում, բայց իր արտադրող տնօրենը խնդրեց ասած գոնե ցուլ ասեք, UL է, ոչ թե ուլ, եւ դրանք շատ լավ իրենց արդարացնում են եւ դրանք կարող են հետախուզական այդ ամբողջ աշխատանքը իրենց վրա վերցնել։ Երկրորդ, զինվորը հերթապահում է դիրքերում, ինքը վտանգի տակ է դնում իր կյանքը, ինքը հոգնում է, 14 օր բարձրանում է այդ դիրքերում կանգնելու համար, ավելին, երբ որ կանչում են պահեստազորին 25 օրյա հավաքների, այդ 25 օրից մինիմումը 14 օրը ինքը կանգնում է էլի դիրքերում եւ տեսականորեն բանակի սպառազինության գործունեությանը չի ծանոթանում, իսկ Հայաստանում հիմա արտադրվում են զինվորին փոխարինող ռոբոտ դրոններ, որոնք թրթուրների անիվների վրա են, անիվները թրթուրային են, որոնք ցանկացած տեղում անցողիկ են, որոնք երբ որ շուռ են գալիս, իրենց վերականգնում են, դրանք էլեկտրական լիցքավորման են, դրանք հերթապահում են 4 օր, եթե դիրքերում կա հոսանքի սնուցման աղբյուր, ապա ինքն իրեն կանգնում է հոսանքի սնուցման կետին, այնպես ինչպես տան փոշեցուցիչներն են, տեսած կլինեք, այդ կերպ այդ դրոնը կանգնում է զինվորի փոխարեն, ինքը կանգնում է 4 օր առանց հերթափոխելու, ինքը կրակում է բոլոր տեսակ հրաձգային զենքերից եւ ինքը ունի գիշերային տեսողություն, իր տեսողության հեռահարությունը մինչև 2 կիլոմետր է, նույնիսկ վատ եղանակի պայմաններում, այսինքն այդ դրոնը իր պարամետրերով ամբողջությամբ փոխարինում է 4 եւ ավել զինվորի 1 օրվա մեջ, իսկ 4 օրվա մեջ 16 զինվորի։ Այդ դրոնին կարող է ղեկավարել մի դրոնավար Երևանում նստած կամ զինվորական համապատասխան բաժնում նստած, հեռավորությունը որևէ կապ չունի, որովհետև դրանց կառավարման համակարգերը ալիքային են։ Եվ այդ դրոնը, որը արտադրվում է Հայաստանում, անունը ճստիկ է, ինքը արժի 30,000 ներառյալ շահութաբերություն։ Այսինքն այդ դրոնը փոխարինում է 4 զինվորի, 4 օրում 16 զինվորի եւ ինքը Հայաստանում արտադրվում է, հետեւաբար մենք առաջարկում ենք հետեւյալ մեխանիզմը։ Յուրաքանչյուր տարի բանակից կրճատել 20% զինծառայող, իրենց փոխարինելով օդային անօդաչու թռչող հետախուզական սարքերով եւ սահմաններին կանգնած ճստիկներով, ռոբոտ զինվորին փոխարինողներով։ Պլյուս թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպայի աջակցությամբ հիմա Հայաստանի սահմանների մշտադիտարկման սարքավորումներ են տեղադրվում, որոնք սահմանը մշտադիտարկում են տեսախցիկների միջոցով, շուրջօրյա, էլի գիշերային ցերեկային համակարգերով, որոնց կարող են վերահսկել էլի Երևանում կամ չգիտեմ որևէ տեղ նստած համապատասխան մասնագիտական զինվորական խմբերը եւ պիտի ստեղծվեն մոբիլ
զինվորական ստորաբաժանումներ, որոնք ինչ որտեղ խախտումներ անելու դեպքում արագ թեթև մեքենաներով շատ արագ կհասնեն խախտման վայրը եւ այդ խախտման վայրում կձերբակալեն կամ կոչնչացնեն սահմանախախտին։ Իմիջիայլոց Միացյալ Նահանգներում նման համակարգով գործում են նաեւ մաքսային ծառայությունները մոբիլ խմբերի միջոցով, այսինքն մեր բանակը կարող է 5 տարվա մեջ ամեն տարի 20% կրճատելով զինվորներին 5-րդ տարվա մեջ անցած լինի լրիվ պրոֆեսիոնալ բանակի առանց ծախսերն ավելացնելու եւ դրա փոխարեն ունենալով լավ սպառազինություն, որը չի զոհվում, որը եթե զոհվի, էլ ջանդամը զոհվի, նորը կդնենք, մարդ չի, կյանք չի եւ որոնք ղեկավարում են մարդիկ, որոնք շատ բարձր աշխատավարձ են ստանում, որոնք ապրում են իրենց տանը, իրենց ընտանիքների կողքին, գնում են աշխատանքի ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ուղղակի իրենց աշխատանքն է տեղում նստած մոնիտորների առաջ կառավարել այդ համապատասխան ռոբոտ զինվորին փոխարինող սարքերին կամ անօտաչու թռչող սարքերին, որոնք կվերահսկեն։ Մենք համարում ենք, որ այս մոդելը ամբողջությամբ աշխատող է եւ մենք գտնում ենք, որ այս մոդելին անցնել հնարավոր է։ Ասեմ ավելին, որ կարծում ենք նաեւ մեր այս մոդելը կարելի է համատեղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջարկած այն մոդելի հետ, որ ծառայության ժամկետը կրճատվի, այսինքն մենք այս դեպքում կարող ենք ասել այսպես, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ, ասենք ծառայության ժամկետը կես տարով կրճատեն։ Հիմա իրանք կրճատել են 6 ամսով, հաջորդ տարի նորից 6 ամսով կրճատեն, հետո նորից 6 ամսով կրճատեն, 5-րդ տարին արդեն դառնա ուղղակի մշտական այն պայմանագրային զորակոչի հավաքման տարի։ Սա էլ տարբերակ է, որովհետև 20% կրճատելը ինչ-որ պարագայում որոշակի խմբերի կամ կոռուպցիայի խնդիր կարող է առաջանալ, որ խմբին է առաջինը 20% կրճատում։ Մի մասը կասի բուհերում սովորողներին, մի մասը կասի սպորտսմեններին, մի մասը կասի մշակութային գործիչներին, իսկ երբ որ ժամկետն է կրճատում, այս դեպքում հավասարազոր ժամկետը կրճատվում է բոլորի համար եւ մենք պատրաստ ենք այս մեր ծրագրի այս հատվածը համապատասխանեցնել, հարմարեցնել նաև քաղաքացիական պայմանագրի առաջարկին, բայց իրենք ժամկետ չեն նշում, թե ինչքան ժամանակում պիտի անցնեն պրոֆեսիոնալ բանակի, ես ասում եմ, որ մեր ծրագիրը ամբիցիոզ է եւ մենք միանշանակ ժամկետներ ենք նշում։ Եվ վերջինը ամենահիմնական ու սրանով ամփոփեմ անվտանգության բաժինը, որ ցանկացած պետություն անվտանգային դաշինքներ է ձևավորում իր անվտանգությունը ապահովելու համար եւ ասելով, որ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանի հետ ուղիղ ստորագրված փաստաթղթերը մեր անվտանգությունը չապահովեցին եւ դրանք փոխարինել է պետք, մենք գտնում ենք, որ Հայաստանը կարող է ուղիղ անվտանգային դաշինքներ ունենալ Միացյալ Նահանգների հետ եւ ուղիղ անվտանգային դաշինքներ կարող է ունենալ մեր բարեկամ Ֆրանսիայի հետ։ Սրա համար մեզ ուղղակի պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալը, իսկ մնացած հանգամանքները, որ այս երկու երկրներն էլ Հայաստանի հետ ուղիղ անվտանգային դաշինքի կգան, դա ակնհայտ է, դա ապացուցելու կարիք չկա, որովհետև այդ երկրների շահագրգռվածությունը այս տարածաշրջանում ներկա լինելու, այսօրվա Իրանի հետ կապված փոխհարաբերությունների պարագայում, աշխարհի զարգացման պարագայում լրիվ իրատեսական է։